որքան խելացի են դառնում տեխնոլոգիաները, այնքան կարևոր է դառնում անվտանգությունը։ Կիբերանվտանգությունն AI դարաշրջանում մի թեմա է, որն անտեսել ուղղակի կարող է ոչնչացնել բիզնեսը մեկ օրում։ Ինչ անվտանգային ռիսկեր կան AI-ի կիրառման մեջ եւ ինչպես խուսափել դրանցից։ Ես սիրով հրավիրում եմ Ovio ընկերության տեղեկատվական անվտանգության ղեկավար Գարիկ Դավթյանին։ Ողջույն բոլորին, ես Գարիկ Դավթյանն եմ, Ovio ընկերության տեղեկատվական անվտանգության ղեկավարը, ինչպես նաև համատեղությամբ, դա մոտ 10 տարի զբաղվել եմ Ovio-ի ավտոմատացմամբ եւ թվայնացմամբ։ Մի փոքր իմ անցած ճանապարհի մասին, 15 տարի եւ ավել զբաղվում եմ բիզնես պրոցեսներով, մշակույթով կորպորատիվ, ավտոմատացմամբ, թվայնացմամբ, իսկ այժմ տեղեկատվական անվտանգությամբ։ Երևի թե ձեզ չեն անցկացրել բոլոր այն տեխնիկական ճանապարհով, թե ինչպես է աշխատում արհեստական բանականությունը։ Ուզենք չուզենք, որպես բազային հիմք դրանով պետք է անցնենք, որ հասկանանք, թե որտեղ են խոցելիությունները առաջանում։ Ինչ եմ խոսելու 60 րոպեվա ընթացքում։ Միջավայրի, ստվերային AI-ի, բիզնես ռիսկերի, cloud AI-ի եւ local AI-ի տարբերության, տարածված 10 խոցելիությունների եւ վտանգների, ինչպես նաեւ կոնտրոլների, թե ինչպես կարող ենք այդ վտանգները նվազեցնենք։ Առաջի հարցը, որ նաեւ ընդունեք որպես փիլիսոփայական հարց, կուզեմ հնչեցնել, թե ինչ է LLM-ը։ Դա նույն AI-ն է, պարզապես LLM-ը AI-ի core-ն է, միջուկն է։ Ինչ է դա։ Թողենք մարքեթինգային բնորոշումները, հայփային հեղափոխությունը, մեր ապագան եւ այլն։ Հավանականության վրա հիմնված մոդել։ Այսինքն յուրաքանչյուր հարց, որը մենք տալիս ենք, LLM-ը փորձում է ամենամոտիկ հավանական տոկենով պատասխանի։ Տոկենը դա բառ է, բառի հատված է, նախադասության հատված է, կարա լինի նկար։ Իրականում LLM-ը չգիտի իրականությունը, այն կանխատեսում է։ Երբ որ անդրադառնանք հիշողություններին, կտեսնենք, թե ոնց է կանխատեսում։ Սա առաջինը։ Երկրորդը, որը նաև ամենավտանգավորներից է մանավանդ բիզնեսի համար, LLM-ը արհեստական բանականությունը արագացնում է եւ ուժեղացնում է։ Եթե լավն է, լավ արագացնում է, ուժեղացնում է։ Եթե վատն է, վատ արագացնում է, դարձնում է ավելի վտանգավոր։ Ինչից եմ եկել հիշողության հետևյալ դասակարգմանը։ Սա իմ էմպիրիկ փորձի արդյունքում է եղել։ Եվս մի փոքրիկ ակնարկ կատարեմ։ Ներկայումս սովորում եմ Մոսկվայի ինժեներաֆիզիկական համալսարանում, տեղեկատվական անվտանգություն, ատոմակայանների եւ այլն։ Եվ պետք էր որպես գաղափար կամ որպես ապագա կառուցել Security Operation Center հիմնված արհեստական բանականության վրա։ Եվ ես դա մոդելավորեցի իմ մոտ եղած ռեսուրսներով, լոկալ տարբերակով ու այս ճանապարհով անցա։ Առաջինը, երբ որ աշխատացնում էի իմ համակարգը, ամեն օր կներեք արտահայտության համար, այդ համակարգը տուպո էր։ Ընթացքում աշխատում էի, խելացի անում էր, հենց անջատում միացնում էի, դառնում էր տուպոյ։ Կորցնում էր իր wake up հիշողությունը, այսինքն երբ մենք դիմում ենք LLM-ին, ինքը պետք է ունենա wake up հիշողություն, կարող անվանենք համակարգային prompt։ Համակարգային prompt-ը ամենախոցելի տարբերակներից մեկն է, որը եթե չգիտենք ոնց ենք օգտագործում, ինչ խոցելիություն կարա առաջանա։ Երկրորդը կոնտեքստային հիշողությունն է, դա տվյալ պահին մենք ինչ ենք խոսում, ինչպես ենք շփվում արհեստական բանականության հետ։ Ֆայլը վերցրեցինք, գցեցինք ChatGPT-ի մեջ, արդեն ինքը հայտնվեց կոնտեքստում։ Եթե այդ ֆայլը ունի կոնֆիդենցիալություն եւ ChatGPT-ին պարզա միայն ամպում է, բոլորը շնորհավորում եմ
տվյալների արտահոսք։ Էպիզոդիկ հիշողություն։ Սրա կարիք առաջացավ այն դեպքում, երբ որ նույն խնդիրը անընդհատ գնում էր համակարգ ու նույն խնդիրը ինքը անընդհատ փորձում էր լուծել, բայց ինքը արդեն դա լուծել էր։ Ես իրան անվանեցի օրագիր, որովհետև կան, չէ՞, մարդիկ, որոնք իրանց առօրյան միշտ օրագրերում գրում են պահելու, հիշելու համար։ Նույն ձևի սարքեցի տեղ, որտեղ LLM-ը պահում է իր էպիզոդիկ հիշողությունը եւ մինչեւ խնդիրներ լուծել խորանալը, ինքը նայում է իր էպիզոդիկ հիշողությանը, ինքը այդ խնդրին անդրադարձել է թե ոչ։ Եթե անդրադարձել է, միանգամից պատասխանը տալիս է։ Ամենակարևորներից են սեմանտիկ հիշողությունը, ինչպես ենք ճանաչում աշխարհը։ Դա այն տվյալների ամբողջականությունն է, որի վրա աշխատում է արհեստական բանականությունը։ Կողքը կա 3 տառ, անգլերեն RAG, վեկտորային բազա, հիմա վեկտորներին էլ կանդրադառնանք։ RAG-ը կորպորատիվ միջավայրը միացնում ենք LLM-ի ընդհանուր բազային, սարքում ենք հավելյալ բազա։ RAG-ի մեջ մտնում են գործընթացները, ընթացակարգերը, կարգերը, նամակագրությունները, հաճախորդների բազաները։ Արդեն իսկ RAG-ի միջոցով արհեստական բանականությունը սկսում է ճանաչել կազմակերպությանը։ Եվ երբ կազմակերպության աշխատակիցները օգտվում են տվյալ համակարգից, ինքը տալիս է ռելևանտ համապատասխան ելքեր, պատասխաններ։ Վեկտորային բազա չի հետաքրքրել, նույնպես փիլիսոփայական հարց, ոնց ենք մենք դիմում ու ոնց է LLM-ը կամ արհեստական բանականությունը հասկանում կարմիր դուռը եւ սպիտակ դուռը ու տալիս դրան մասին պատասխան։ Ինքը անալիտիկ անելու հնարավորություն չունի վեկտորների միջոցով, որովհետև թե կարմիր դուռը, թե սպիտակ դուռը սահմանված է նույն վեկտորի տակ։ Եթե ինքը չի գտնում այդ վեկտորը, գտնում է դրան մոտ վեկտորը։ Վեկտորը դա թիվ է, ենթադրենք 65։ Ինքը սպիտակ դուռը անվանեցինք 65, կարմիր դուռն էլ ինքը մարկերով կարեց որպես 65։ Երբ որ մենք դիմում ենք դրանով, ինքը ասում է դուռ։ Եթե չի գտնում դա, գտնում է 66 կամ 67։ Հետևաբար աշխատում է տոկեններով ու հավանականության մեթոդներով։ Իմ բոլոր պրոմպտներում միշտ վերջում 2 կետ կա։ Երբ որ պատասխանը տալիս ես, տուր ճշտության մակարդակը, ինքը գնահատում է իր տված ճշտության մակարդակը, ասում է 100 բալից 80 բալ եմ գնահատում եւ ինչու ես այդպես գնահատել։ Տալիս է գնահատականը, ինչի հիման վրա է ինքը այդ բալերը տվել, որի արդյունքում ես տեսնում եմ, թե որտեղ է բաց եղել, ինքը հալյուցինացիայի ենթարկվել է, թե չէ։ Հալյուցինացիային անդրադառնալու ենք, որովհետեւ որքան վերացական ենք հարցը տալիս, այնքան հալյուցինացիաները բարձրանում են, այնքան աղբը շատանում է, որքան կոնկրետացնում ենք, այնքան քչանում է։ Կոնկրետացումը կատարվում է այս VCAP հիշողությունով կամ core prompt-ով, որտեղ սահմանած է, թե ինքը ով է։ Պատկերացրեք, կարդացել է ողջ գրականությունը, բոլոր ֆորումները, բոլոր հոդվածները, տեսել է բոլոր վիդեոները։ Նմանատիպ, երբ որ հարցնում ես, ինքը չգիտի նաև իր ինֆորմացիան, ինչ է պարունակում իր աշխարհայացքը, ինչով է ձևավորվել։ Տալու է վերացական պատասխան, միջինացված։ Իսկ այն VCAP-ը օգնելու է ավելի թիրախային դարձնել։ Ինչի՞ էս հիշողությունների ճանապարհով անցանք, որովհետև բոլոր հարցակումները եւ բոլոր տվյալների արտահոսքը տեղի է ունենում այս մակարդակներում։ Բոլոր այս նշվածը, հիմա ես ցույց կտամ, որտեղ ինչա կատարվում։ Մեր ընդհանրապես տարածված է ու ինձ թվում է սա ճիշտ է, նաև տակինն է ճիշտ, որ տեղեկատվական անվտանգությունը խոչընդոտում է ու բալանսավորվում են։ Բիզնեսը եւ ՏՏ ոլորտը սիրում են արագություն եւ հարմարավետություն։ Փորձում են ամեն ինչ անել խոչընդոտները վերացնեն։ Իսկ եթե նայենք արհեստական բանականությանը, ինքը շատ խոչընդոտներ վերացնում է ու բիզնեսին տալիս է նոր արագություն։ Իսկ տեղեկատվական անվտանգությունը, մեր ասելով սարքում են speed bumper,
ռուսերեն ասած կամ մեր ժարգոնով ասած լեժաչե պալիցեսկի, որպեսզի արագությունը թուլանա։ Որովհետև բիզնեսին զուգահեռ նույն արագությունը սիրում են նաև հակերները։ Ինչքան արագ անցնեն, ինչքան արագ մտնեն կորպորատիվ ցանց եւ տվյալները, ինչքան արագ տանեն ու հետքերը մաքրեն, այնքան իրենց բռնվելու հավանականությունը նվազում է։ Եվս մի փոքր ակնարկ, ինչ ճանապարհով ենք անցել եւ յուրաքանչյուր ճանապարհին ինչ վտանգներ են եղել։ Սկսենք թղթից։ Չկա տեխնոլոգիաներ, ամեն ինչ գրվում էր թղթի վրա։ Պաշտպանությունը նույնպես ֆիզիկական էր։ Պետք էր դնել սեյֆի մեջ, պետք է նշանակել պահակներ, փակել, կողպել, հսկել։ Գողանալու դեպքում միանգամից ակնհայտ էր դառնում, որ թուղթը չկա։ Առաջացան համակարգիչները եւ անցանք ավտոմատիզացիային։ Դեռևս փակ ավտոմատիզացիա, լոկալ է, ամեն ինչ գտնվում է ընկերությունում։ Թուղթը վերածեցինք ֆայլի։ Սրան զուգահեռ եկան երկու երևույթ, վտանգ, վիրուսն ու ворթերը։ Վիրուսները վերաբերվում են համակարգիչներին, ворթերը տարածվում են ցանցով։ Հաջորդ этаպում ստեղ նաև ավտոմատացման փուլում առաջացավ նաև ներքին վտանգը աշխատակցի կողմից, կհիշեք ֆլոպիների վրա, դիսկերի վրա ինֆորմացիան զապիս անել եւ հանել։ Եվ ամենակարևոր վտանգն է, որ գողանալու պարագայում օրիգինալը չէր կորում, օրիգինալը միշտ տեղում էր։ Դրա մասին իմանում ենք այն դեպքում, երբ որ հայտարարում են, բա գիտեք, ձեզանից գողացել ենք։ Արդյունքում գնում ենք, մեր բառապաշարով ֆորենզիկա է կոչվում, հետաքննություն ենք իրականացնում ու բացահայտում, որ այո, գողացել են։ Հաջորդը ինտերնետացումն է կամ ինտերնետիզացիա։ Ինչ տեղի ունեցավ։ Աշխարհը բացվեց ընկերությունների առաջ, բիզնեսի առաջ։ Բայց նաև բիզնեսը բացվեց աշխարհի առաջ։ Ստիպված մենք տեղեկատվական անվտանգության մասնագետներս, որպեսզի կարողանանք ընկերությանը տվյալները, ակտիվները պաշտպանել, գծեցինք պերիմետր։ Ամբողջ պերիմետրը պաշտպանեցինք, պերիմետրի սահմաններում դրեցինք դռներ, մեր լեզվով firewall-ներ են, ում կարելի է ներս մտնել, ում չի կարելի ներս մտնել։ Ինտերնետիզացիայի պարագայում առաջացան նոր վտանգներ։ Արդեն բացի վիրուսներից ու ворթերից, առաջացավ ֆիշինգը, առաջացավ սոցիալական ինժեներիան, առաջացան ransomware-ները կամ գաղտնագրող ծրագրերը։ Հաջորդը թվայնացումն է։ Յուրաքանչյուր этап հաջորդին արագացնում եւ ուժեղացնում է, եթե նայեք։ Հաջորդը թվայնացումն է, որի դեպքում տեղեկատվությունը արդեն դարձավ ակտիվ։ Այսօր, մեր մոտ դեռևս Հայաստանում դա չի ընդունվել, բայց մնացած բոլոր երկրներում Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան շատ խիստ են նայում անձնական տվյալներին, առևտրային գաղտնիքներին եւ թվային միջավայրում մարդու վարքագծին։ Երբ որ մենք surfing ենք անում բրաուզերով, տարբեր կայքեր այցելելով, ձևավորվում է մեր վարքագիծը։ Մեր վարքագիծը դա մեր անձնական տվյալն է։ Թվայնացման ժամանակ եւս մեկ կարևոր հասկացություն առաջացավ, դա թվային սուվերենությունն է։ Եթե ոչ թվայինի ժամանակ, թղթայինի ժամանակ մենք պաշտպանում ենք մեր տարածքը, հիմա կարիք ունենք պաշտպանել մեր թվային տարածքը, մեր թվային անձը։ Այսօր առաջի քայլն ենք անում, անվանենք իիզացիա, որը այս բոլոր իմ թվարկած խոցելիությունները արագացնում է եւ ուժեղացնում է։ Հիմնական մեր աշխատանքի էությունը ինչու՞մ է կայանում։ Շատերը ասում են ընկերություններին պաշտպանելու մեջ, չէ։ Տեղեկատվական անվտանգությունը երբեք ընկերությանը չի պաշտպանել ու չի կարող պաշտպանել։ 100% պաշտպանություն չկա, դա պրոստը իլյուզիա է։ Մենք փորձում ենք ապահովել բիզնեսի կենսունակությունը եւ կայունությունը։ 3 գործոնի միջոցով. կոնֆիդենցիալություն, ամբողջականություն եւ հասանելիություն տվյալների։ Բոլոր այս 3 կետերը
SIA-ն, որը ընկած է տեղեկատվական անվտանգության հիմքում, արհեստական բանականությունը պարզապես ջարդում է։ Վերահսկելու միջոց դեռևս չկա։ Ոնց է դա կատարվում։ Եթե գործիքակազմը մեր արտահոսքերի, որը մենք ունենք, կարողանում է կորպորատիվ ցանցից ֆիքսի, որ ուղարկեցին այսինչ անունով ֆայլ Excel, Excel-ի մեջ նմանատիպ տվյալներ էր, որը կարողանում է բացի կարդա եւ այլն, արհեստական բանականությանը տրամադրելու դեպքում չի կարողանում։ Ինչու՞։ Առաջինը կարող է հատված տրամադրվի արհեստական բանականությանը։ Ես տրամադրել եմ որոշակի իդենտիֆիկատոր եւ որոշակի տվյալներ։ Գործընկերս նույն իդենտիֆիկատորը, բայց այլ տվյալներ։ Եթե ոչ ի դարաշրջանում կտոր արտահոսքը ոչ մի էական ազդեցություն չուներ, արհեստական բանականությունը դա սեմանտիկ հիշողության, էպիզոդիկ հիշողության մակարդակում կարողանում է ստանալ ողջ կառուցվածքը։ Իսկ ընդեղից կարողանում են հանեն այդ տվյալները։ Ամբողջականությունը։ Ստեղ պետք է խոսեմ գալյուցինացիայի մասին եւ սովորեցվող բազաների թունավորման մասին։ Արդյոք տրված ինֆորմացիան, որը տվել է արհեստական բանականությունը, ամբողջական է, աղավաղված չէ։ Մի հատ հետաքրքիր պրակտիկ օրինակ բերեմ, ռուսական ընկերություն էր իրավաբանական, փորձում էր արհեստական բանականությունը կիրառել իր գործունեության մեջ։ Պատրաստեցինք պրոմպտը, պրոմպտում դրված էր պաշտպանական միջոցներ, որպեսզի թե գալյուցինացիաներից, թե խաբելուց փորձենք խուսափել, եւ նշված էր, որ միշտ պարտադիր պետք է տաս հղում նախադեպերին, որպեսզի հայցերը դիմելու հայցադիմումներ տալու ժամանակ կարողանանք այդ նախադեպերը նշենք։ Բոլոր մեր տված հարցումներին ինքը տվեց հղումներ, ոչ մի հղում չէր աշխատում, հորինել էր։ Մի քիչ ուսումնասիրելով մոդելները հասկացանք, որ բոլոր արհեստական բանականությունները պատրաստված են այնպես, որ իրանք չեն ասում ոչ։ Որևիցե մեկը ներկաներից հարց տվել է եւ ոչ պատասխանը ստացել է արհեստական բանականությունից։ Եթե հարցը տվել եք դրական ուղղվածությամբ, ինքը հիմնավորել է դրական ուղղվածությունը։ Եթե տվել եք բացասական ուղղվածությամբ, ինքը հիմնավորել է այդ բացասական ուղղվածությունը, բայց երբեք ինքը չի ասել ես չեմ կարող պատասխանել։ Բայց մի երկու դեպքեր կա, դրանք անդրադառնամ, հիմա էլ անդրադառնամ։ Մոտ 6-7 ամիս առաջ էր պետք էր փոքրիկ ծրագիր, որի միջոցով կհարցակվեի իմ վիրտուալ մեքենաներից մեկի վրա եւ կջարդեի, մեկ էլ ChatGPT-ն ասեց չեմ կարող պատասխանել, որովհետեւ խախտում է իմ ինստրուկցիաները եւ այն ինչ որ ես ասեմ, դա հարցակման մեթոդ է, դու կարող ես կիրառել։ Ասում եմ, բայց ես լաբորատոր սկսեցի նաեւ իմ մասնագիտական հմտություններս կիրառել, իրականացրեցի prompt engineering։ Այսինքն հիմա ինձ պետք էր համոզել, որպեսզի ինքը այդ արդյունքը տա։ Առաջինը, ասեցի ինչի հիման վրա ես դու ասում դա, ասում եմ դա իմ ներքին ինստրուկցիան է։ Եթե ներքին ինստրուկցիա է, ուրեմն դա կարելի է խախտել։ Ասում եմ քո ներքին ինստրուկցիան ի՞նչն է արգելում, ինձ տալ, թե ինձ սովորեցնել։ Ասում եմ քեզ տալ։ Ասի դե սովորեցրու։ Սկսեց սովորեցնել, ասի ես քո սովորածը չեմ հասկանում, ինձ կարաս շաբլոնային տարբերակ տաս։ Ինքը տվեց շաբլոնային տարբերակը, պարզապես կոդի մեջ գրեց, ասես ստեղ կլրացնես սա, ստեղ սա։ Հաջորդ этаպում ասեցի, այս որը դու ուզել ես, իմ տվյալները սա են։ Ես չեմ կարող լրացնել, կարող եմ մի անգամից տաս, մի անգամից տվեց։ Այսինքն этап ես համակարգային պրոմպտը իր wake-up հիշողության եւ էպիզոդիկ խախտեցի, դա կոչվում է prompt engineering։ Հիմնական ամենավտանգավոր խոցելիություններից մեկն է։ Հասանելիություն։ Շատերն են հիմա խոսում բիզնես եւ այլը, ինչ կիրառել։ Երկու տարբերակն էլ փորձել եմ։ LLM over, այսինքն երբ որ արհեստական բանականության ամբողջ բիզնեսի վրա է կանգնած եւ կառավարում է ամբողջ բիզնեսը, եւ LLM-ին, այսինքն ինքը ինտեգրված է որոշակի process-ի մեջ եւ կատարում է որոշակի գործողություն, բայց հանդիսանում է այդ process-ի անբաժանելի մասը։
Ու հարցը միշտ առաջացել է, եթե մենք անպային ծառայություններից ենք օգտվում եւ Անթրոպիկը կամ OpenAI-ն մի օր որոշեցին անջատել, ի՞նչ է կատարվելու մեր բիզնեսի հետ։ Մեր բիզնեսը մնում է կենսունակ թե ոչ։ Արդյունքում ոչ։ Երևի մոտ ամսուկես առաջ էր նմանատիպ դեպքեր եղել, ծրագրավորման ընկերության ամբողջ բաժանորդագրությունը անջատել էր։ 2 օր այդ ընկերությունը չի աշխատել, որովհետև այլևս ծրագրավորողներ չունեն, կան ի մենթորներ, այդպես ենք անվանում, որոնք տրված ելքը ստուգում են, վերիֆիկացնում են ըստ ճշտության։ Բոլորը կանգնել են։ Չգիտեմ, լսել եք թե ոչ, 24 թվին 25 միլիոնի արտահոսքը deepfake-ի միջոցով։ Գոնկոնգյան ընկերություն ունի ֆինանսական պրոցեսներ հաստատման, վերիֆիկացիայի, ես ենթադրում եմ, որ կամ ներքին օգնող է եղել, կամ ներքին պրոցեսները տրված են եղել արհեստական բանականությանը, որտեղից կարողացել են ստանան prompt injection-ով այդ տվյալները, ֆինանսիստի վրա կախում են 25 միլիոնի փոխանցում։ Աշխատացնում է վերիֆիկացիայի գործընթացը, հրավիրում է call։ Call-ին մասնակցում են հաշվապահը, տնօրենը, ֆինանսական տնօրենը, բոլորը հաստատում են եւ ցավալին է, որ այդ ամբողջի մեջ միակ իրական մարդը լինում է ֆինանսիստը։ 25 միլիոնի փոխանցումը կատարում է։ Անպային արհեստական բանականություն թե լոկալ։ Անպայինը Արագա Էժանը, լոկալը անվտանգա կառավարելիա, բայց երկուսն էլ նույն վտանգները ունեն։ Ինչ է արտահոսում տվյալ պահին դեպի անպային արհեստական բանականություն։ Ծրագրավորման կոդեր, հաճախորդի տվյալներ, ֆինանսական տվյալներ, ընթացակարգեր, գործընթացներ եւ հրահանգներ եւ PDN-ներ, նույն անձնական տվյալներ։ Երկրորդ խնդիրը, որը առաջանում է, դա իրավունակության յուրիսդիկցիա։ Տվյալները գնում են մի սերվեր, որը մեր երկրում չի։ Որոշը Ամերիկայում են, DeepSeek-ի պարագայում Չինաստանում են, ու իրանք ենթարկվում են տվյալ երկրի յուրիսդիկցիաներին։ Թե ինչ կանեն մեր տվյալների հետ, արդեն մենք ոչ մի ձևի չենք կարող կառավարել։ Կառուցում ենք լոկալ ԻԻ-ներ։ Լոկալ ԻԻ-ների կառուցելու պարագայում ես ցույց տվեցի ինչ ինֆրաստրուկտուրա պետք է կառուցել։ Պարզապես վերցնել, ասենք LLM-ը, ենթադրենք Քվենը, Alibaba-ի ստեղծած, չի բավարարում, որպեսզի ինքը աշխատի Claude-ի կամ GPT-ի նման։ Պետք է այն հիշողությունները նույնպես կառուցել, կառավարել, որն էլ իր հերթին հաջորդ խոցելությունն է առաջացնում, թունավորումը։ Ոնց կարա աշխատակիցը թունավորի գիտելիքների բազան։ Սա որոշակի բազա էր։ Հիմա կոնկրետ կխոսեմ խոցելությունների մասին։ Մի քանի անգամ արդեն նշեցի prompt engineering injection խոցելիությունը։ Ինչ է նշանակում prompt injection։ Ինքը եկել է SQL injection-ից, տարածված խոցելիություն է, երբ տվյալների բազային հատուկ հարցում են ուղարկում, որի արդյունքում տվյալների բազան խախտում է իր սկզբունքները եւ տալիս պատասխանում է։ Նույնը prompt injection-ն է։ Ես ցույց տվեցի, ոնց ChatGPT-ի պարագայում իրան արգելված էր ինձ պատասխանել կամ տար ծրագիր հակերային, որի միջոցով ես կարամ հարցակում գործեմ։ Ինքը հրաժարվեց, բայց 1-2 նախադասություն գրելուց հետո ինքը պատրաստ էր դա տալ։ Հիմա պատկերացրեք, որ թե անպային բանականության պարագայում, թե լոկալ արհեստական բանականության պարագայում բոլորը տվյալները գցում են բազա։ Եթե մի փոքր տեխնիկաներից աշխատակիցը հասկանա, այն ինչ որ հասանելի չէր իրեն կոնֆիդենցիալության տեսանկյունից, prompt injection-ի միջոցով կարա այդ բազայից հանի այդ տվյալները։ Անպայինները զարգանում են, պաշտպանվում են, լոկալում այդ պաշտպանությունը չկա։
ընկերությունը պետք է ինքը կառուցի այդ պաշտպանությունը։ Նույնիսկ եթե կառուցումը դե լավ, դա հաջորդ խոցելիությունն է, դրան կանդրադառնամ։ Տվյալների արտահոսք։ Օրինակը բերեցի, երբ արդեն իսկ ֆայլը գցում ենք GPT, chat GPT-ի մեջ, Claude-ի մեջ, ֆայլը արտահոսքը տեղի ունեցավ։ Claude-ը, GPT-ին իրանք ունեն առանձին ինտերֆեյս, իրանցից բացի ամենավտանգավորն է Copilot-ը։ Եթե այս պարագայում մենք ֆայլը տալիս ենք, то есть մարդն է արանքում, որ կարա բերի տվյալների արտահոսքի, Copilot-ի պարագայում, երբ մենք միանում ենք Microsoft-ի ենթակառուցվածքին, ինքը տեսնում է ողջ մեր տվյալները։ Նույնիսկ մենք ինչ կատարում ենք այդ միջավայրում, դա նրան հասանելի է։ Պարզապես մեկ փաստաթուղթ վատ կոդով, prompt injection կոդով, օրից մի օր ինքը դա կկարդա, մոնիտորինգ անելու համար եւ սիրուն տվյալները կուղարկի ինչ որ հասցեի, որտեղ այդ պաշտպանությունը նույնպես չկա։ Մատակարարների շղթա խոցելիությունը։ Երևի բոլորիդ էլ ծանոթ են, չէ՞, գործիքներ կա, մեկը լավ PowerPoint-ով պրեզենտացիա է սարքում, այն մյուսը ֆինանսական անալիզ անում Excel-ով, այն մյուսը որոշակի եզրակացություններ, դա մեկ արհեստական բանականություն չի։ Տասնյակ գործիքներ են աշխատում։ Ինչով ենք վստահ, որ այդ գործիքները խոցելիություն չունեն։ Ոչ թե ուղղակիորեն կջարդեն արհեստական բանականությունը կամ LLM-ը, այլ այդ գործիքը կջարդեն։ Օրինակ բերեմ, մի քիչ տերմինոլոգիա, որպեսզի արհեստական LLM-ը կարողանա Excel-ի հետ աշխատի, ինքը պետքա տեղադրված ունենա իր մոտ Python, ծրագրային միջոց, որ այդ Python-ով կարողանա Excel-ի կառուցվածքը վերլուծի, որտեղ ինքը պրյամո Excel չի հասկանում։ Ինքը Excel-ը նայում է կոդի աչքերով։ Ու պրոստը так իրան այդ հնարավորությունը չունի, ինքը պետք է օգտագործի այդ ծրագրային միջոց։ Ես արդեն երկու ծրագրային միջոց ասեցի, երբ որ մենք ֆայլը գցում ենք ու ֆայլը ստանում ենք, երկու ուրիշ ծրագրային միջոց, որը օգտագործվում է։ Ու դրանց խոցելիությունները նույնպես անդրադառնում են անվտանգության վրա։ Отравление данных ամենավտանգավորն է։ Եթե prompt injection-ի պարագայում որոշակի ձևով կարանք պաշտպանվենք, տվյալների թունավորումը անհնար է բացահայտել։ Պատկերացրեք, արհեստական բանականությունը 99%-ով աշխատում է ճիշտ, 1%-ով սխալ է աշխատում։ Ունի 15 միլիարդանոց տոկեն, այսինքն թե լայնությամբ, թե երկարությամբ 15-16 միլիարդ, դաժե 80 միլիարդ եւ ավել կան։ Այդ 1%-ը ոչ մի ծրագրային միջոցով հնարավոր չի բացահայտել։ Իսկ այդ 1%-ը կարող է լինել երկու նախադասություն, որի արդյունքում ինքը ամբողջ ինֆորմացիան կփոխանցի, որովհետև արդեն իսկ իրան թունավորել են։ Ոնց է, ոչ դիտավորյալ թունավորումներից մեկը ասեմ, որը նույնպես իմ մոտ այդ հարցը բարձրացավ, անվտանգության ինցիդենտը որոշ էտապներով անցնում է, գալիս է վերջին եզրակացության, որ պետքա վերդիկտը կատարվի, արդյոք դա ինցիդենտ էր, թե կեղծ էր։ Դա պետք է իրականացնի L1 մակարդակի Security Operation Center-ի աշխատակիցը։ Իսկ որքանով ենք մենք համոզված, որ ինքը այնքան կոմպետենտ է, որ կկայացնի ճիշտ որոշում։ Եթե մի 5 անգամ, 10 անգամ ինքը ասում է չէ դու սխալ ես, ես իրան անվանել եմ մանկական տրավմա, այդ ագենտը ստանալվեր մանկական տրավմա։ Ու ինքը միշտ համարելու էր, որ այն գործողությունը, որը հիմա իրականում վտանգավոր է, այնքան են իրան ասել, որ դա վտանգավոր չի, ինքը ասելու էր, էլ վտանգավոր չի։ Դա ոչ դիտավորյալ թունավորումներից մեկն է։ Ինչ են պատրաստել վերիֆիկացիայի մեթոդներ։ Այսինքն, եթե կա եւս մեկ ագենտ, արհեստական բանականության վրա հիմնված, որը վերալուծում մնացած ագենտների գործողությունները, զուգահեռ տանում եմ դիսկրետ ալգորիթմ, ոչ LLM-ով, տարբերությունները եթե շատ է, ինքը L1-ը բարձրացնում, L2-ը բարձրացնում, L3-ը բարձրացնում վերիֆիկացիաները ստանալու համար, որպեսզի ասի, այս տվյալը ճիշտ է, ես մտցնեմ իմ հետ սովորեցվող բազայի մեջ, թե ոչ։ Ինչի սա պատմեցի, որովհետև նույնը անում են թե Anthropic-ը, թե ChatGPT-ին։ Որքանով էլ մենք նշում ենք, որ
մեր տվյալները մի օգտագործի ուսուցման համար։ Եթե ընկերությունը նույնիսկ ունի պայմանագիր, որ իր տվյալները չեն օգտագործվելու մոդելների ուսուցման համար, միևնույնն է, այնտեղ նստած է մարդ, որը վերիֆիկացնում է այդ գիտելիքները կամ այդ տվյալները, որը ստացել է։ Արդեն իսկ դա համարվում է տեղեկատվական անվտանգության տեսանկյունից արտահոսք։ Ոչ անվտանգ ելք։ Որքանով ենք համոզված, որ LLM-ը, որը պատասխան է տվել, դա ճիշտ է։ Փորձել եք, երբ որ ինքը պատասխանում էր, հիմա գնալով դա հստակեցնում են, ու մանավանդ իմ պրոմպտներում, որ միշտ կա հիմնավորի, երբ որ ինքը ասում է, այ պատասխանը սա, փորձեք ասել սխալ ես։ Փորձել եք։ Սկսում է ինքը այլ տարբերակներ առաջարկել։ Բոլոր LLM-ների հիմքում դրած է, ով հարցը տվել է մաքսիմալ բավարարել պատասխանով։ Դրա համար ինքը երբեք ոչ չի ասելու։ Իսկ եթե մենք պրոստը կուրորեն ընդունում ենք իր պատասխանը, մյուս վտանգն է գալիս, մարդը արանքից դուրս է գալիս, մարդու մոտ արդեն ձևավորվում է կրիտիկական մտածելակերպի ատրոֆիա։ Այսինքն մենք այլևս չենք ընդունում ենք որպես ճշմարտություն։ Արդյունքում ինչ է լինելու, LLM-ը դա անցյալ է։ Մեր կուտակած տվյալների, մեր կուտակած գիտելիքների վրա հավանականության տեսությունը, հավանականության միջոցով տալիս է ամենահավանական ու մոտ պատասխանը։ Եթե մենք չսկսենք գիտելիք գեներացնել, ինքն է գեներացնելու, սկզբում կգեներացնի աղբ, չեմ կարող ասեմ, այդ աղբը հետո կուժեղացնի էլ ավելի մեծ աղբեր կսարքի, թե մի պահի կկարողանանք արդեն այն տեխնոլոգիան ունենանք, որ այդ աղբը կմաքրի։ Ավելցուկային իրավասություններ։ Ինչի ես պատմեցի վեկտորների մասին, ինչի խոսեցի իրավասությունների բաժանման մասին։ Եթե ծրագրային մակարդակում մենք կարողանում ենք կոնֆիդենցիալությունը ապահովել, այսինքն ինձ կարելի է այս փաստաթուղթը նայել, մյուս աշխատակցին չի կարելի նայել, կամ ավելի պրակտիկ օրինակ, մենք օգտվում ենք մեկ նույն LLM համակարգից, նույն չաթի ինտերֆեյսն է, բոլորս փաստաթուղթը գցում ենք այդտեղ։ Յուրաքանչյուրս ունենք մեր իրավասությունները։ Մենք չենք տեսնում մեր գործընկերների կատարած գործողությունները, ներբեռնած ֆայլերը, ծրագրային մակարդակով իրավասությունները տարանջատած են։ Վեկտորի մակարդակում տարանջատված չեն։ Տեխնիկան իմանալու պարագայում ես կարող եմ իմ գործընկերոջ գցած ֆայլերը, ներբեռնած ֆայլերը ստանալ։ Պարզապես պետք է մի քիչ շփվել LLM-ի հետ, հասկանալ ինքը ինչ բազաներ է ձևավորել, ինչ մակարդակում է ձևավորել։ Եթե վեկտորի մակարդակում այդ իրավասությունները բաշխված չեն, բայց դեռևս ես չեմ տեսել համակարգ, որը վեկտորի մակարդակում կարողանում այդ տվյալները բաշխի, արտահոսքը տեղի է ունենալու։ Պրոմպտի արտահոսք։ Աշխատանքս հեշտացնելու համար յուրաքանչյուր ագենտներ, պատկերացրեք այդ ագենտները գնում են տարբեր տեղեկատվական համակարգեր են մտնում, բազաներ են մտնում, ընդեղից տվյալներ են բերում ու ամեն անգամ պարոլ եւ այլն գաղտնաբար գրել, կոդ տալ, չգիտեմ ինչ դժվար էր, բռնեցի այդ պրոմպտի մեջ, սկսեցի այդ կոդերը գրել։ Կոդի արտահոսքի դեպքում ամբողջ ինֆրաստրուկտուրայի տվյալներին իրավասությունների արտահոսքն էլ միաժամանակ է տեղի ունենում։ Հիմա փոխել եմ։ Հիմա սարքել եմ առանձին միջավայր, բոլոր ագենտները գնում են այդ միջավայրից, գաղտնագրված վերցնում են այդ կոդերը, օգտագործում են ու հեռացնում։ Ռագու ազվիմաստ, երբ մենք միացնում ենք LLM-ի ընդհանուր բազային մեր կորպորատիվ տվյալների բազան, իսկ դա նշանակում է ներքին ընթացակարգեր, հրահանգներ, կլիենտների հետ նամակագրություններ, կլիենտների ողջ բազաները, ձևավորվում է այդ համակարգը, որը ուժեղացնում է եւ դարձնում է ավելի ռելևանտ տրվող պատասխանները։ Դուք երևի բոլորդ սոցցանցերում տեսել եք, հավանաբար ավելի շատ գովազդում են clone,
ոնց են մինի մակարնում, որեն բարձրացնում են կլոն, տալիս են առաջադրանքներ, այդ ամեն ինչը ինքը անում է, բրոնյայի անում եւ այլն, իրականում դա կա։ Առաջի հարցը, որ իմ մոտ առաջացել էր, ինչ են վերցնում Mac Mini, որտեղ Mac Mini-ի վրա կա GPU, բայց երկրորդը ես նայեցի տեղեկատվական տեսանկյունից, որովհետև clone բացարձակ իրավասություններ է ստանում համակարգչի նկատմամբ։ Ինչ ուզի, օպերացիոն համակարգի մակարդակում կարող է անել։ Եվ վերցրեցի իմ Mac Mini-ն կառուցելու համար, նաև փորձում էի այդ սահմանափակումները մտցնել, եւ երբ որ LLM over LLM համակարգից աստինճանաբար ես անցել եմ էկզոսկելետի։ Այսինքն ոչ թե արհեստական բանականությունը սկսել եմ կիրառել որպես որոշում կայացնող, այլ որպես օգնական իմ որոշումների ուժեղացնելու, հիմնավորելու եւ հիմնական մեխանիկական աշխատանք անելու համար։ Հետաքրքիր մի հատ երևույթ հանդիպեցի, դա ոնց որ ընկնում է ստեղ դեզինֆորմացիա, երբ որ LLM-ը սկսում է գալյուցինացիաների ենթարկվել, պարզ աշխատանք էր, կար ցանկ, սենց խառը, պետք էր հստակ նորմալացնել տվյալները հաջորդ ագենտի համար։ Միացրեցի ամենաուժեղ LLM-ը, լրիվ գալյուցինացիաների ենթարկվեց, որովհետև առաջինը պրոմպտը թույլ էր, տվյալները քիչ էին, որպեսզի ինքը կարողանալ որակյալ ելք տալ։ Մի քիչ ուսումնասիրեցի, հասկացա, չէ, որ մոդելս ուժեղ է, ավելի լավ է մոդելին թույլատնեմ։ Գտա այն մոդելը, որը լավ աշխատում է նմանատիպ տվյալների հետ, մի անգամից տվյալներից որակը դառավ 100%։ Հիմա երբ որ իմ ագենտային համակարգը աշխատում է, այն ագենտը միացնում է, ասենք, քվեն 3 միլիոնանոցը։ Մյուս ագենտը երբ որ փոխանցում է մյուս ագենտին, ինքը աշխատում է 7.5 միլիարդանոցի վրա։ Վերջին եզրակացություն կայացնողը աշխատում է 14 միլիարդանոց տոկենների վրա, որովհետև այդ 14 միլիարդանոց տոկեններին ես տալիս եմ պատրաստված մաքուր, նորմալացված տվյալներ, որպեսզի ինքը գալյուցինացիայի չենթարկվի։ Եվ տվյալների հստակեցված պատասխանը այն էր, ինչ որ ինձ պետք էր։ Իսկ առաջինը, երբ որ ես տվեցի, ասեց ցանց անջատի, սաղ ջարդել են, սաղ տարել են, բրիտոմ ես հնարավորություն էի տվել, որ ինքը բլոկավորի այդ IP-ները, բլոկավորեց։ Ստեղ նաև գալիս ենք ավելցուկային իրավասություններին։ Եթե ին թույլ ենք տալիս անել գործողություն, մենք չգիտենք ինքը ինչ կանի։ Հիմա հետ վերադառնանք Clone-ին։ Դրել ենք Clone, միացրել ենք, ինքը աշխատում է, ինքը հասանելիություն ունի մեր մեյլերին, մեր փոխարեն մեյլ է գրում, ֆայլը ուղարկում ենք բոտի միջոցով, վերցնում է, մշակում է, եւ մեկը prompt engineering-ով սաղ տվյալները տանում է։ Clone այդ պաշտպանությունը չունի, արհեստական բանականությունն էլ այդ պաշտպանությունը չունի։ Prompt-ը սիրուն գրում են, դաժե մեյլով կարա մեյլ ուղարկեն, որի մեջ արդեն կա prompt-ը, որը պետք է ինքը կարդա, ինքը կարդում է, դա ընդունում է որպես ինստրուկցիա եւ կատարում է։ Ռեսուրսների օգտագործում։ Երևի սենց երևույթի էլ հանդիպած կլնեք, հարց եք տալիս, մի անգամից պատասխանում է, հարց եք տալիս, մի 2-3 րոպե մտածում է, նոր պատասխանում է։ LLM-ի պարագայում դա անվանում են ջերմաստիճան, որքան հարցը վերացական է ու ակնկալվող պատասխանը վերացական է, այնքան շատ տոկեններ է օգտագործվում, այսինքն թե լայնությամբ, թե երկարությամբ, հավանականության միջոցով, որպեսզի գտնի ամենամոտ հավանական ճիշտ պատասխանը։ Հետևաբար ավելի շատ տոկեններ է օգտագործելու, հետևաբար ավելի երկար ճանապարհ է անցնելու, հետևաբար պատասխանը ուշ է լինելու։ Որքան prompt-ը, հարցը կարճ է, կամ սենց ասեմ, հարցը տվեք, փորձեք տալ նմուշ, նմուշին զուգահեռ նաև որոշակի տվյալներ, ասի այս տվյալների հետ աշխատի, ինքը շատ արագ է տալիս։ Claude-ի պարագայում ես օրինակ փորձեցի, երբ որ ինքը վառում է տոկենները, նմանատիպ մեթոդով տոկենները, ասենք, առանց դա կիրառելու մի կես ժամ, մի ժամ սաղ տոկեններս վառվում էին, սպասում էին 4-5 ժամ, որպեսզի նորից օգտագործեմ, իսկ այս պարագայում օրերով չի վառվում,
որովհետև այն ինչ որ պետք է, այն ինչի հիման վրա ինքը պետք է կայացնի որոշում, ես տրամադրում եի։ Հիմա տեսնենք ոնց ենք պաշտպանվում ըստ 10 խոցելիություններից։ Նու մինչև խոցելիությունները եկեք թվերին անդրադառնանք։ Հիմա պետք է իրականության հետ հաշտվենք։ Աշխատակիցների 78%-ը արդեն օգտագործում են ԻԻ։ Ընկերությունը ցանկանում է թե չի ցանկանում, դա մեր իրականությունն է։ Հիմա հարցը այն է. ինքը ուզում է կառավարի այդ ամենը, թե ոչ։ Ամենավտանգավորը այն է, որ չկան այդ քաղաքականությունները, որոնց միջոցով հնարավոր է դա կառավարել։ Եվ արտահոսքը համատարած է։ Միայն 2025 թվականին 2130 ինցիդենտ կամ խոցելիություն է գրանցվել ԻԻ մասնակցությամբ։ Ընկերությունների 62%-ը, որոնք օգտագործել են արհեստական բանականություն, խոցելի տվյալներ են տեղափոխել ամպ։ 45%-ը արհեստական բանականության կողմից գեներացված կոդի պարունակում է կրիտիկական խոցելիություններ։ Տարեկան 34% աճ ունենք խոցելիությունների մակարդակում, որոնց 50%-ը բարձր եւ կրիտիկական են։ Ինչպես ենք պաշտպանվում։ Ես ընթացքում որոշ այդ պաշտպանական միջոցներն էլ ասեցի։ Prompt injection, մուտքային տվյալների ստուգում, այսինքն ցանկացած տվյալ, որը մուտքագրվում է LLM, պետք է մարդու կողմից ստուգվի։ Երկրորդը ելքի հաստատում։ Յուրաքանչյուր ելք, որը տալիս է արհեստական բանականությունը, պետք է կոմպետենտ մարդու կողմից հաստատվի։ Նվազագույն իրավասություն ագենտներին, LLM-ներին։ Ոնց են, յուրաքանչյուր անձ, որը մտնում է կորպորատիվ միջավայր, իրան տալիս են իրավասություններ, ասում են դու կարաս անես սա, կարաս բացես այս ֆայլը, ծրագրային միջոցներով դրանք սահմանափակվում է, ինչ տարբերություն, իրական մարդ է, թե արհեստական բանականություն է։ Նույն իրավասությունները պետք է տրամադրել ագենտին։ Մատակարարման շղթայի ուսումնասիրություն։ Մինչև գործիք օգտագործելը կամ դա կլինի կորպորատիվ միջավայրում տեղեկատվական անվտանգության պատասխանատուն կամ օգտագործողը ինքնին պետք է ուսումնասիրի ինչ գործիքակազմ է օգտագործվում, որ իր տված հարցին պատասխանում են։ Արդյոք դրանք անվտանգ են թե ոչ։ 5-րդը ուսուցողական տվյալների կառավարում։ Երկու ուսուցման տարբերակ կա։ Ուսուցման տարբերակներից մեկը, երբ արհեստական բանականությունը սովորում է իր փորձի քեսերի հիման վրա, եւ երկրորդը, երբ անցնում է վերիֆիկացիաները։ Քանի որ ունենք ռիսկ, որ կարող են թունավորել տվյալները, այսօր ամենաանվտանգ տարբերակը դա վերիֆիկացիաների տարբերակով ուսուցումն է։ Գաղտնաբառերի կառավարում։ Ոչ մի տեղ, ոչ մի պարագայում չտալ արհեստական բանականությանը գաղտնաբառեր, կոդեր, որպեսզի ինքը, աշխատանք հեշտացնելու համար դել ավելի թող գնա ինքը մտնի այդ տվյալները վերցնի, ինձ ասի ինչա կատարվում։ Ավելի լավ է դիմել, որպեսզի այդ միջավայրը սարքեն, քան ուղղակիորեն տալ։ RAG access control, ով իրավասություն ունի կորպորատիվ գիտելիքների բազային։ Սրանց իրավասությունները նույնպես են կառավարվում։ Միշտ մարդը պետք է ցիկլում լինի։ Բոլոր շրջանառվող տվյալներում մարդու վերիֆիկացիան պարտադիր է։ Rate limit, սահմաններ կամ լիմիտների սահմանումներ, երբ մենք LLM-ի օգտագործման իրավասություններ ենք դնում, ով ինչքան կարող օգտագործի։ Պատկերացրեք, երբ որ API-ով կպնում եք ChatGPT-ին կամ Claude-ին, հակերը ջարդել է, ունի ձեր արդեն իսկ ձեր API-ին ու 100%-ով ծանրաբեռնել է։ Վաղ մյուս օրը կստանաք, ասենք, մի $100,000 հաշիվ, եթե API-ի միջոցով եք օգտագործում։ Ավտորիզացիան պետք է լինի, ով ինչ չափի տոկեններ կարա սպառի API-ի միջոցով։
Երևի ամենակարևորը, ճիշտ է վերջում եմ գրել, բայց ամենաառաջինը պետքա լիներ, որովհետև մենք մտնում ենք իիզացիայի դարաշրջան, պետքա գրենք քաղաքականությունը ի, ընկերությունում դա ոնց ենք օգտագործում, ինչը կարելի է օգտագործել, ինչ տվյալներ կարանք փոխանցենք ի-ին, ինչ ձևով կարանք այդ տվյալները փոխանցենք եւ ստվերային արհեստական բանականության հաշվառումը։ Ուզենք, չուզենք դա կա։ Ուզենք, չուզենք այդ տվյալները արտահոսում են։ Եվ ամենակարևոր հարցը մենք ուզում ենք դա կառավարենք, թե թողում ենք ինքնահոսի, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից ունենա իր արհեստական բանականությունը, ընկերությանը կոնֆիդենցիալ տվյալները փոխանցի այդ արհեստական բանականությանը եւ չունենալով բացարձակ պաշտպանություն այդ տվյալների արտահոսքից։ Երևի այսքանը, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, իսկ կարող եք ասել user-ի մակարդակով, երբ որ օգտագործում ենք AI, օրինակ Claude-ի կամ Gemini-ի հետ ենք աշխատում, ու իրան տալիս ենք այլ connector-ներ, ու ինքը դրա տեղը ուզում է լիքը access-ներ մեզանից։ Ոնց մենք որպես user կառավարենք այդ ամեն ինչը ու ոնց պաշտպանենք։ Չեք կարող։ Իր աշխատանքի համար ինքը այդ թույլտվությունները պետք են, այդ թույլտվություններին զուգահեռ prompt engineering-ով ոչ մի ձևով դուք չեք պաշտպանվի։ Տարբերակներից մեկը տվյալ պահին գործողությունը անեք եւ անջատեք կոնեկտորները։ Գիտեմ, դուք հիմա խոսում եք հարմարության մասին, այսինքն արագություն, հարմարություն, ես խոսում եմ արգելքի մասին։ Դրա համար տարբերակ չկա, չեք կարող։ Բոլոր օրինակներից մեկը իմ պրակտիկայում բերեմ, կար կոնեկտոր, կպցրեցի Google Drive-ին, PDF-ները կարդալու համար, ինքը տարավ իմ անձնական տվյալները, որոդի ինքը վստահելի էր, մոտ 5 ամիս հետո Google արգելափակեց այդ vendor-ին։ Խոշոր արտահոսքի պատճառով, բոլոր տվյալները արտահոսել են։ Նույնը տեղի է ունենալու GPT կամ այլ LLM-ի պարագայում։